Իմ քայլը հիմնադրամը, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը, 2025 թվականին նվիրատվություններ է ստացել Հայաստանի խոժոռ հարկատուներից, այս մասին փաստին ֆոն տեղեկանում է հիմնադրամից ստացված տվյալների հիման վրա։ Նվիրատուների ցանկը գլխավորում է Arsenal Ltd ՍՊԸ-ն, որը հիմնադրամին փոխանցել է 20 միլիոն դրամ։ Ընկերությունը 2025 թվականի առաջին եռամսյակում ընդգրկված է եղել 1000 խոժոռ հարկատուների ցուցակի 88-րդ հորիզոնականում, երկրորդ և երրորդ եռամսյակներում զբաղեցրել է 81-րդ տեղը, իսկ չորրորդ եռամսյակում 84-րդը, այսինքն նրա կողմից պետությանը վճարված հարկերը նվազել են, ինչից ենթադրվում է, որ շրջանառությունը նվազել է, փոխարենը կլորիկ գումար է վճարել Իմ քայլը հիմնադրամին։ Arsenal Ltd ՍՊԸ-ն աչքի է ընկնում նաև նրանով, որ դեռևս 2019 թվականի փետրվարին կառավարությունից ստացել է մաքսային արտոնություն զենքի և զինամթերքի արտադրության մեջ կիրառվող ապրանքների ներմուծման համար։ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով ընկերությունն ունի 3 իրական շահառու՝ Ստանիսլավ Բեկովը 23.5%, Կարինա Ղազարյանը 70% և Պապկեն Ղազարյանը։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Նվիրատուների շարքում հաջորդը Ջերմուկ Գրուպ փակ-բաժնետիրական ընկերությունն է, որը Իմ քայլը հիմնադրամին փոխանցել է 10 միլիոն դրամ։ Այս ընկերության հիմնադիրը երբեմնի ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանն է, ում որդին Վահագն Արսենյանը այսօր Նիկոլ Փաշինյանի թիմում է ու զբաղեցնում է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ Ջերմուկ Գրուպ ՓԲ-ն 2025 թվականի հունվարի 8-ին կառավարության նիստում ստացել է մաքսային արտոնություն, ընդ որում մաքսատուրքի արտոնությունը գնահատվում է շուրջ 18 միլիոն դրամ, իսկ Իմ քայլին փոխանցված գումարը, ինչպես նշեցինք, կազմում է 10 միլիոն դրամ։